Հարև ձեզ եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ հարազնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը այսօր վաղարավոտից շարունակել է իր հակաեկեղեցական արշավը։ Նա Facebook-ում գրառում է կատարել, նշելով, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաեւ ստեղծել համակարգող խումբ։ Ըստ նրա, այս խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցուային հետևորդները, ովքեր իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, ամեն օր աղոթում են, հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների Սուրբ Հավանդին։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգեվորականներ։ Կուսակրոն հոգեվորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը, գրել են նա։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնի իր վրա վերենշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ, իսկ հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է, որ ՀՀԿ-ն իշխանության չի հավակնում, իսկ իմպիչմենտի պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության։ Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ կարողանալու են փողոցում զանգվածներ հավաքել։ Փողոցները գեներացվելու առանց փողոցի ոնց կլինի, ասաց հանրապետականի ղեկավարը։ Անդրադառնալով վարչապետի իրենց թեկնածուի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասին բացասական կարծիքներին, Սարգսյանն ասաց, թե նա ի վիճակի է պայքարել։ Դավիթ Համբարձումյանն ի վիճակի է պայքար մղելու, ում էլ առաջադրեինք ակնհայտորեն հակազդեցության արժանանալու, եւ ես ասել եմ այդ մասին, որ մեր դեպքում հակազդեցությունը մեծ է։ Ով ուզում է միայն թե իշխանափոխություն լինի, սա ճահիճ է, ճահիճ։ Սարգսյանը նաև նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չի քննարկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ապա հավելեց, վաղն այս հարցով Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև բանակցություններ կլինեն։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խայտարակություն է որակել հայ առաքելական եկեղեցու հանդեպ իրականացվող արշավը։ Մենք այդ հարցում կհետևենք վեհապար հայրապետի օրդորներին, վեհապար հայրապետի դիրքորոշմանը։ Հիմա մտածա օրակարգ հաշվի առնելով նաև մի շարք կարծիքներ, որ ըստ էության Ադրբեջանից հնչող հայտարարություններից հետո տեղի ունեցան։ Ես կարծում եմ, որ որպես առիթ երևի Շվեյցարիայում վեհապար հայրապետի ելույթներ, այդ միջոցառումներ, բայց ամբողջովին տեղավորվում է իր այսպես հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Այսինքն հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության, հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկում։ Հայկական կողմը Վրաստանից դեռևս որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման շուրջ առաջացած խնդիրների առնչությամբ։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից։ Վրաստանը թեև տարանցիկ երկիր է, բայց ապրիլի վերջից սկսել է ստուգել իր սահմանով անցնող ու ռուսական շուկայում վաճառվող հայկական ալկոհոլային խմիչքները։ Ըստ ալկոհոլ արտադրողների այդ ստուգումներն արդեն ամիսներ են տևում, ինչի հետևանքով հայկական խմիչքները ռուսական շուկայից դուրս են մնում, ընկերություններն էլ ֆինանսական վնասներ կրում։ Արդյոք այդ ստուգումները վրացական մաքսակետում շարունակվելու են ու կրկին ձգձգվելու են մատակարարման ժամկետները, այս հարցին էլ գերատեսչությունից պատասխանել են, թե ըստ էության ֆորմալ ստուգումներ տեղի չեն ունեցել, հետևաբար դժվար է կանխագուշակելը, թե արդյոք կկրկնվեն դրանք, թե ոչ։ Պատասխանից պարզ չի դառնում փաստացի ապօրինի են այդ ստուգումները, թե պարզապես իրենց այս ամիսների ընթացքում չի հաջողվել պատասխան ստանալ։ Նախարարությունից նաև փոխանցել են ալկոհոլ տեղափոխող շուրջ 30 բեռնատար հատել է ռուսական սահմանը, մի քանի տասնյակ մեքենաներ Լարսի անցակետում են սպասում իրենց հերթին, եւս մի քանի տասնյակ էլ դեռևս նույն տեղում է, աշխատանքներ են իրականացում դրանց տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային գործերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը նպատակ ուներ մասնատել Հայաստանը, կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, սակայն Թեհրանը խափանել է այս դավադրությունը։
Ինչպես խոստովանել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամեն ինչ պատրաստ էր այս միջանցքի գործարկման համար, սակայն Իրանը թույլ չտվեց, որ այն կյանքի կոչվի։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությունը նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունը իմաստուն քաղաքականության միջոցով եւ կանխել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում։ Իրանի խելացի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն պաշտպանում է ազգային շահերը, այլև հանդես գալիս որպես ուժեղ արգելք տարածաշրջանում արտաքին ազդեցության դեմ, ընդգծել է նա։ Իրանցի պաշտոնյայի խոսքով միջանցքի նախագծի հետ կապված թշնամիների վերջնական նպատակն էր հյուսիսից մեկուսացնել Իրանը եւ հարավից շրջապատել Ռուսաստանը, սակայն այս նախագիծը ձախողվել է։ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է իր վարորդի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութին, տեղեկացնելով, որ վերջինս այս արարքի համար նկատողություն կստանա։ Շնորհակալ եմ պարոն Իոնիսյանին հանրային վերահսկողության եւ լուսաբանման համար։ Կիրակի իմ ծառայողական մեքենայան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում եւ անընդունելի վարքագիծ երեխայի անվտանգության առումով։ Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը նաեւ խիստ նկատողություն, գրել է Ավանեսյանը։ Նշենք, որ Դանիել Իոնիսյանը տեսանյութեր հրապարակել եւ գրել։ Առողջապահության նախարարի ծառայողական 006 LL 55 մեքենան առջևի նստատեղին երեխա է նստած եղել։ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովի շրջանակներում արտաքին գործերի նախարար Միրզոյանը Հայաստանի անունից ստորագրել է ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը ազգային սահմաններից անդին որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։ Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվեց 18 երկրի կողմից եւ ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասավ 134-ի։ Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին հանձնեցին համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայոյախառն հայ առաքելական եկեղեցում թիրախավորող գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում։ Այս մասին այսօր հայտնել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից պատասխանելով հարցին, արդյոք ուսումնասիրվել է Փաշինյանի գրառումը քրեական վարույթ հարուցելու հարցը դիտարկելու համար։ Հիշեցնենք, որ վերջին օրերի սկանդալային գրառումներից հետո Փաշինյանն այսօր առավոտյան եկեղեցում թիրախավորող հերթական գրառումն է կատարել, քաղաքացիներին կոչ անելով քայլեր ձեռնարկել կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Իրավապաշտպանները Փաշինյանի այս եւ վերջին շրջանի մյուս գրառումներն ու եկեղեցու դեմ գործընթացները սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն են համարում։ Այսօր հունիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Հունիսի 10-ն է Արմավիր քաղաքի Խաչատուր Աբովյան սահմանապանների փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes ML եւ BMW Magnus-ի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով այնուհետև Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում, BMW-ն էլ մասամբ հայտնվել է նույնպես հետիոտնի համար նախատեսված վայրում։ Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, եւս քաղաքացիների հայտնած է օպերատիվ են գործել Արմավիր բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի բարեկները։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում են, որ վիրավորներից երկուսին բարեկներն են ուղեկցել հիվանդանոց։ Այս պահին բարեկները սահմանազատել են տարածքը, դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից իմ տեղեկություններով արդեն հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, որից հետո կժամանի դեպքի վայր։ Դեպքի վայր են ժամանել նաև քաղաքացիները նշում էին, բավականին օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարներն են նաև 3 քաղաքացու պատգարակներով մոտեցրել քաղաքացիների օգնությամբ շտաբօգնության ավտոմեքենաներին։ Այս պահին
Բարեկային ծառայության արմավերի գումարտակը պարզում է վարորդների եւ ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քերական վարույթ քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք իմ տեղեկություններով դեպքի վայր է ժամանել նաև քերական ոստիկանության գլխավոր վարչության արմավիրի քերական վարչության պետ Արթուր Բդոյանը կարելի ասել երկու ավտոմեքենաներն էլ դարձել են ոչ շահագործելի Մերսեդեսը նաև բախվել է երկաթեսյանը, հավանաբար էլեկտրասյուն է Շամշյան կոմի տեղեկություններով հունիսի 6-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21-ից 50-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում Երևանի գինու օրեր փառատոնի ժամանակ Երևանի բնակիչ 75-ամյա Արմեն Ճր նկատել է, որ օգտվելով իր անուշադրությունից գաղտնի հափշտակել են իր դրամապանակը, որում եղել է նույնականացման քարտ, բանկային քարտեր եւ գումար։ Նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներին է մոտեցել Երևանի բնակիչ 30-ամյա Էդգար Օն եւ հայտնել, որ Սարյան Թումանյան փողոցների խաչմերուկում օգտվելով կնոջ Երևանի բնակիչ 39-ամյա Յուսոպովա Ռեի անուշադրությունից գաղտնի հափշտակել են իր Samsung բջջային հեռախոսը։ Գողությունների փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնական բաժին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը։